Բարեձեզ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Այս շաբաթ Հայաստանի քաղաքական օրակարգի կենտրոնում միանգամից մի քանի կարևոր թեմաներ էին։ Իր աշխատանքն է շարունակում նորընտիր ազգային ժողովը, որտեղ քննարկումները դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի շուրջ են։ Միաժամանակ կառավարությունը հրապարակեց առաջիկա 5 տարիների իր ծրագիրը, որտեղ ներկայացված են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Փաստաթղթում տեղ գտած մի շարք ձևակերպումներ, այդ թվում ՀԱՊԿ-ի բացակայությունը, Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների միաժամանակյա զարգացման քաղաքականությունը, ինչպես նաեւ հոգեվոր անվտանգության վերաբերյալ դրույթները արդեն իսկ դարձել են քննարկումների եւ տարբեր մեկնաբանությունների առիթ։ Շաբաթվա այս թեմաներին կանդրադառնանք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ զրույցում։ Պարոն Իոաննիսյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք նոր խորհրդարանից, արդեն 3 շաբաթ է նորընտիր խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը եւ ըստ էության դեռևս օրենսդրական գործունեության որպես այդպիսին անցնել հնարավոր չի դարձել, որովհետեւ նախ ընտրեցին ղեկավար կազմը, հիմա էլ արդեն մշտական հանձնաժողովներին են ընտրում։ Ընդհանուր առմամբ, ինչպես է գնահատում այս խորհրդարանի առաջին օրերը աշխատանքային։ Շնորհակալ եմ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, պատիվ է ձեր ստուդիայում հյուրընկալվելը։ Գիտեք, մեծ հաշվով նորմալ է, այսինքն սա սահմանադրությամբ նախատեսված process է, խորհրդարանը ընտրվելուց հետո ինքնաձևավորմամբ է զբաղվում նախ եւ առաջ։ Ընտրում են խորհրդարանի նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովի նախագահներ եւ այլն, այսինքն այդ ձևավորման process-ն է նախ եւ առաջ տեղի ունենում, որին արդեն կոպիտ ասած պետքա ձևավորվի, որ օրենսդրական գործունեություն իրականացնի։ Եվ այս առումով ես կասեի process-ը, գիտեք, մենք տեսնում ենք թեժ բանավեճեր, մենք տեսնում ենք տեսակետների հենց ռադիկալ տարբեր տեսակետների բախումներ, բայց ընդհանուր առմամբ ես կասեմ, որ դա նորմալ է։ Որ դա նորմալ է, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ընտրողների մոտեցումները, ընդ որում ներկայացնում են նենց ոնց որ իրենց ընտրողներին առավել հաճո է, նաև ոճը, հա, օրինակ կան մի քիչ տենց կուրիոզ պատգամավորներ, բայց իրենց այդ կուրիոզ ոճը իրենց ընտրողների սրտից է, իրենց ընտրողներին դուր է գալիս։ Եվ ուրեմն նորմալ է, ինչ որ իհարկե կարմիր գծեր կան, որոնք չի կարելի հատել, բայց մնացած առումով նորմալ է։ Բայց նայեք, փորձագիտական դաշտում կան նաև կարծիքներ, որ այս երկրի առաջ ինչքան խնդիրներ կան ծառացած, իսկ դուք դեռ անձերին եք քննարկում, շատ լավ հասկանալի է, որ պետք է ընտրեք, թե ովքեր պետք է ղեկավարեն հանձնաժողովները, ազգային ժողովը, բայց հնարավոր չի այդ անձերի ընտրությունն ավելի արագ կազմակերպել։ Գիտեք, իրականում շատ կարևոր է, որ այս process-ը լինի ամբողջական։ Անձը ենթադրենք ազգային ժողովի, չգիտեմ, ասենք պաշտպանության հանձնաժողովի նախագահ կամ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ։ Շատ կարևոր է, որ այդ անձի թեկնածությունը խորհրդարանում պատշաճ քննարկվի։ Ինչպես իրենք պատգամավորի թեկնածուները եւ իրենց կուսակցությունները հանրության կողմից պատշաճ քննարկվում էին եւ ուսումնասիրվում էին եւ փոխադարձ բանավիճում էին, միգուցե հերրակա, բայց բանավիճում էին խորհրդարանական ընտրությունների նախորդող ամիսներին, քարոզարշավի ընթացքում, հա, դա ամիսներ տևող process էր։ Նենց էլ խորհրդարանի այդ հանգուցային պաշտոնյաների մասով նորմալ է, որ այս process-ը տեղի է ունենում, եւ սա կարևոր process է։ Պետք չի այս process-ի վրա, որովհետեւ որոշում կայացումը գիտեք, պայմանական ոչ ժողովրդավարական երկրում, ասենք, չգիտեմ, սովետական միությունում կամ, չգիտեմ, ասենք, Ադրբեջանում կամ Հյուսիսային Կորեայում, ոնց է որոշումը կայացում, փակ կաբինետում որոշում են, կնիքը դնում են, որոշումը կայացում է, վերջ։ Ժողովրդավարական երկրում որոշումները քննարկվում են, այդ թվում անձին նշանակելու մասին որոշումը, հա, X անձին Y հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին որոշումը պատշաճ քննարկման է արժանանում։ Ժողովրդավարական երկրները դրանով առանձնանում են եւ գիտեք, ազգային ժողովը մի քանի անգամ հետաքրքիր միտք լսեցի այս քննարկումների ժամանակ, երբ որ բանավիճողները, օրինակ հարց տվող եւ պատասխանող, իրանցից մեկը ասում է, ձեր համար ասում է կարևոր է, որ այս
ասում եմ տպավորությունն է, որ ձեր համար կարևոր է ոչ թե հարց տալ եւ պատասխան լսել, այլ այս ամեն ինչի շոուն, որ այս ամեն ինչը եթեր հեռացակվի եւ մարդիկ տենան։ Եվ դա որպես նեգատիվ է ներկայացում։ Դա նեգատիվ չի, դա նորմալ է։ Բա իհարկե ազգային ժողովի իմաստը այն է, որ հրապարակային հարց տրվի, հրապարակային պատասխանվի եւ ընտրողները դա տեսնեն։ Թե չէ հարց ու պատասխանը կարան իրար, չգիտեմ, մեսենջերով գրեն կամ ազգային ժողովի միջանցքում տան։ Ազգային ժողովի իմաստը է դա, որ հանրությունը տեսնի քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի մոտեցումները, որի հիման վրա հերթական ընտրությունների ժամանակ կամ տեղական ընտրությունների ժամանակ, որոնք միջալ շատերը սարերի հետևում չեն, կողմնորոշվի ինքը որ ուժին է ուզում քվեարկի։ Սա լրիվ նորմալ process է, ժողովրդավարությունը հենց այսպիսին է։ Մենք երբեմն սովոր չենք ժողովրդավարության։ Մենք սովոր ենք, որ ուղղակի կաբինետներում կայացում են որոշումներ։ Բայց դա նորմալ չի։ Նորմալը հենց այս process-ն է։ Մենք ուղղակի դրան սովոր չենք։ Պարոն Հովհաննիսյան, իշխանությունն ընտրեց Հայաստան խմբակցության կողմից առաջադրված հանձնաժողովի նախագահի թեկնածուին, բայց չընտրեց ուժեղ Հայաստան խմբակցության 3 թեկնածուներին, ըստ էության դրա համար էլ հիմա շարունակվում է այս քննարկումները։ Ձեզ սա պարզապես քաղաքական հաշվարկ էր դիրքավորում, թե իսկապես Հայաստան խմբակցության թեկնածուն համոզեց իշխող խմբակցությանը, իսկ այն մյուս 3 թեկնածուները չհամոզեցին։ Գիտեք, ես կդժվարանամ բոլոր թեկնածուների մասով ասել, օրինակ, չգիտեմ, պայմանական ասած, ֆինանսավորական հանձնաժողովի թեկնածուն Հայկ Ֆարմանյանն էր, չէ՞, նախկին մաքսային ծառայող։ Ես իր մասով կդժվարանամ ասել, բայց գոնե այն հարցերը եւ այն պատասխանները, որոնք որ հնչում էին կապված իր օրինակ բարեվարկության հետ, օբյեկտիվ հարցեր առաջացնում էին չպատասխանված հարցեր եւ թերևս ինձ թվում է ամենալավը ձեր հնչած հարցի պատասխանը մենք կլսենք, մենք կտեսնենք, երբ որ այս երկրորդ փուլում նոր թեկնածուների պարագայում, հա, կարգավորն որ չեն ընտրում, նոր թեկնածուներ է խմբակցություն առաջադրում։ Այս նոր թեկնածուների պարագայում կընտրեն մի քանիսին կամ բոլորին, թե չեն ընտրի։ Եթե ինչ-որ մարդկանց ընտրեն, ապա իրոք խնդիրը օրինակ մարդներ, օրինակ չգիտեմ, պարոն Ֆարմանյանը պատգամավորների մեծ մասին դուր չեկավ, որպես ֆինանսավորական հանձնաժողովի նախագահ, իսկ կարծեմ Տիկին Մանուկյանն է, չէ՞, հիմա Լիանա Մանուկյան։ Այո, Տիկին Մանուկյանն օրինակ կարող է դուր գա եւ Տիկին Մանուկյանն ընտրել։ Կարող է դա լինի նաև դեմարշ ուժեղ Հայաստան խմբակցության դեմ եւ ոչ մեկին չընտրեն։ Շատ շուտով դա կերևա, բայց օրինակ եթե խոսում ենք եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի մասին, ստեղ ճիշտ ասած ինձ թվում է, որ ուժեղ Հայաստանում էլ առաջադրի չպետք է ընտրեն, որովհետև ուժեղ Հայաստան եվրոպական ինտեգրացիայի կողմնակից չի։ Իսկ սպասելի է, որ նրանք կընտրեն այդ հանձնաժողովը։ Դրա մասին Սամվել Կարապետյան դեռ անցյալ տարվա ապրիլին իր ելույթներից մեկում ասաց, դա իրանց մեծ հաշվով իրանց մոտեցումն է։ Իրանք փորձում են խուսավարեն այդ հարցը։ Իսկ ինչու ընտրեցին այդ դեպքում ձեզ։ Ու անակնկալ էր այդ ընտրությունը ձեզ համար։ Ինձ հանձնաժողովը ընտրեցին, որպեսզի առավելագույն ներազդեցություն ունենան Հայաստան Եվրոմիություն հարաբերությունների վրա, այսինքն ունենան պաշտոնյա։ Ամեն դեպքում այդ հանձնաժողովում բոլոր հանձնաժողովներում մեծամասնություն է որոշում կայացնելու։ Այո, բոլոր հանձնաժողովներում քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն ունենալու է, որտեղ ընդհանուր մեծամասնություն ունի։ Բայց հանձնաժողովի նախագահի անձը որոշ հանձնաժողովների դեպքում բավական կարևոր է։ Օրինակ կարևոր է արտաքին հարաբերությունների դեպքում, պաշտպանության հանձնաժողովի դեպքում եւ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի դեպքում։ Եթե դու ունենում ես չես կիսում եվրոպական ինտեգրացիայի գաղափարները, բայց ունենում ես եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, դա ինչ է նշանակում, որ դու կարող ես ներսից խոչընդոտել եվրոպական ինտեգրացիայի process-ներին եւ դու կարող ես նաեւ բոլոր դետալներին տիրապետես, հա մանրամասն բոլոր բանակցությունների դետալներին տիրապետես, ինչը ենթադրում եմ նաեւ
եւս իրենց մոտիվացիան, այսինքն բանակցությունների բոլոր դետալներն տիրապետելը եւ ներսից փորձել խոչընդոտել, փորձել եվրոպական ինտեգրացիայի մեջ մտցնել այնպիսի օրակարգային կետեր, որոնք առավելագույնս կխոչընդոտեն այդ ինտեգրացիային։ Այսինքն այս այդ մասով շատ քննադատեցին նաեւ իշխող խմբակցությանը, ասելով, որ ինչու թույլ տվեցիք, որ բանը հասներ նրան, որ ուժեղ Հայաստանն ընտրեր եվրոինտեգրման հանձնաժողովը։ Դուք արդարացված եք համարում այդ քննադատությունը։ Այո, այդ քննադատությունը ամբողջությամբ։ Իսկ որը թողնեին դա ընտրեն, պաշտպանության հանձնաժողովը։ Տեսեք, չէ՞ դա եվրոպական ինտեգրացիան երկար, ոնց է կարգը։ Դոնթի բանաձևով հերթով ընտրում են։ Կոպիտ ասած, երկու հատ վերցնում է իշխանությունը, մի հատ ընդդիմություն, երկու հատ իշխանությունը, մի հատ ընդդիմություն եւ կարող էին ամենասկզբում չվերցնեին, բայց կարող էին օրինակ առողջապահության հանձնաժողովի տեղը վերցնեն եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողով, որտեվ ամենամեծ տարաձայնությունը, որը որ իշխանությունն ու ընդդիմությունը խորհրդարանական ունեն, արտաքին քաղաքականության վերաբերյալ, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ, պայմանական առողջապահության ոլորտում արդյոք քաղաքացիական պայմանագիրը եւ ուժեղ Հայաստանը խորը տարաձայնություններ ունեն։ Ինձ չի թվում։ Տարաձայնություններ կարող են խորը տարաձայնություններ, մեկ ասի ես կողմ ենք շարժում, մյուսը ասի են կողմ ենք շարժում, ես չեմ կարծում։ Հայաստանի բարեկան երկրներ, որտեղ կա, այսինքն օրինակ չգիտեմ, Ամերիկայում առողջապահությունը իրենց հիմնական տարաձայնություններից մեկն է, հա, երկու հիմնական քաղաքական։ Այդ դեպքում իրենց համար է պարզապես սпасելի չէ։ Առողջապահության հանձնաժողովի նախագահը, որ ուժից է լինի, դրա այդ առումով շատ բան չէ։ Ինչու չընտրեցին այս։ Բայց Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ինձ թվում է նրանց սпасելի չէ, մեծ հաշվով խորհրդարանի ղեկավար Ռուբինյանը, հա, երբ ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ասեց եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողով, Ռուբինյանը շատ զարմացավ, կարծում եմ սրտան զարմացավ, որ եւ դա արտահայտեցել էլի, որ անսպասելի որոշում էր։ Բայց ինձ թվում է գոնե հետին թվովորնալ, ինձ թվում է բավականին սպասելի էր։ Վերցնել այն հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որի թեմատիկ ոլորտում է իրանց տարաձայնությունը։ Դե պայմանական առողջապահության հանձնաժողովի թեմատիկ ոլորտում տարաձայնություն չկա, դա այդքան էական չի։ Չկենտրոնանալով միայն խորհրդարանի վրա, մի ամփոփիչ հարց վերաբերող այս հատվածին, ձեր տպավորությամբ հիմա նոր խորհրդարանում քաղաքական բանավեճի որակական փոփոխություն նկատում եք։ Այս կարճընթացքում թեև շատ միգուցե շատերին զարմացին պատասխանը, բայց այո։ Այո, ես որոշակի փոփոխություն տեսնում եմ, եւ ես տեսնում եմ, որ ընդդիմությունը առնվազն դեմս ուժեղ Հայաստան տրամադրված է մթնոլորտը լարված պահել եւ լարված պահել նաեւ վերահսկողության տեսանկյունից, այսինքն շատ սենց ուժեղ խոշորացույցով եւ շատ կազմակերպված, իրանք շատ կազմակերպված ֆրակցիա են, ի տարբերություն շատ եւ շատ նախկին հիմնական ընդդիմադիրների, հա, եւ իրենք քաղաքացիական պայմանագրին տենց եւ գործադիր իշխանության խոշորացույցով հետևելու են բոլոր սխալները ջրի երես են հանելու եւ սա շատ կարեւոր է, որ սա մոտիվացնի, որ այս հանգամանքը նպաստի պետության ավելի լավ լինելուն, հա, կոպիտ ասած, նպաստի, որպեսզի կառավարությունը ավելի լավ գործի, ավելի քիչ սխալներ գործի, ավելի քիչ քննադատության տեղ թողնի, հա, եւ ոչ թե օրինակ հանգեցնի նրան, որ երկրում ազատությունները սահմանափակվեն, հա, բայց մեծ հաշվով այո ինձ թվում է, բայց դեռ իհարկե շատ շուտ է եզրակացություններ անել, բայց ինձ առաջի հայացքից ինձ թվում է, որ սա լինելու է ավելի որակյալ պարլամենտ։ Պարոն Հովհաննիսյան, այս շաբաթ կառավարությունը հրապարակեց նաև իր հնգամյա ծրագիրը, առաջիկայում մենք ըստ էության առաջիկա օրերին արդեն կտեսնենք խորհրդարանում այդ ծրագրի քննարկումը, բայց արդեն իսկ այդ ծրագրի տարբեր հատվածներ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Ես ձեզ հետ չեմ քննարկի իհարկե Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի մաս այդ քաղաքական հատվածները, բայց առաջարկում եմ անդրադառնալ մի կետի, որը եւս ամենաշատ քննարկվողներից մեկն էր։ Այս ծրագրում կա նաև հոգևոր անվտանգության բաժին։
որը մեծ հաշվով վերաբերում է կաթողիկոսի հեռացմանը եւ ըստ էության սա նաեւ այսպես հասարակական հարց է ըստ էության։ Այդ մասին գրված է հետեւյալը. ես մեջբերեմ, ապահովելու է հայաստանյաց առաքելական սուբյեկեղեցու փաստացի պետի հեռացումը, հանգստի կոչումը եւ սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Սա հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, որն է ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ինքնին հոգևոր անվտանգությունը բավականին նորմալ է, որովհետև մենք տեսնում ենք, որ հիբրիդային հարձակումների գործիքներից մեկը հենց հոգևոր ոլորտում է։ Եվ մենք տեսնում ենք, որ մի շարք երկրներում, օրինակ մի շարք հարևան հետխորհրդային երկրներում Ռուսաստանը բավականին անխնա օգտագործում է եկեղեցիները երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Եվ հոգևոր անվտանգությունը դա բացարձակ ինչ որ տենց абստրակտ բան չէ։ Հայաստանում նախորդ տարվա ընտրությունների նախորդող այդ 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բավականին թույլատրեցին եկեղեցու քաղաքական ազդեցությունը եւ նարատիվների ազդեցությունը, չգիտեմ, ընտանեկան արժեքներ բան, բայց դա կարճաժամկետ էր, գլոբալ առումով պետք է լուծում։ Գլոբալ առումով պետք է լուծում հենց հոգևոր անվտանգություն ապահովելու համար, որ հոգևոր մեթոդներով եւ հոգևոր խավի միջոցով հնարավոր չլինի միջամտել պետության ներքին գործերին։ Սա կարևոր է։ Թե ինչ մեթոդներով է կառավարությունը դա անելու, որովհետեւ մեթոդները ծրագրում այդքան էլ բացված չեն, հա։ Սա ուրիշ հարց, որովհետեւ ինչքան էլ օրինակ լավ չլիներ հետևանքը, այս նախորդ մի տարվա ընթացքում տեղի ունեցածի, հա, հետևանքը էր, որ Ռուսաստանը եկեղեցու միջոցով չկարողացավ ազդել մեր ընտրությունների վրա, կամ համարյա չկար այդ գործիքով համարյա չազդեց, բայց այդ հետևանքին հասնելու ճանապարհին կառավարությունը դիմեց շատ եւ շատ անընդունելի քայլերի։ Օրինակ այդ անընդունելի քայլերից մեկն էր ուրեմն Արշակ Սրբազան, չէ՞, եթե ես ճիշտ եմ հիշում, Արշակ Սրբազանի հետ կապված այդ Արշակ Սրբազանի ինտիմ հարաբերությունները գաղտնի տեսանկարահանելն ու դա հրապարակելը, հա, դա կարմիր գիծ էր, որին որևիցե պարագայում չէր կարելի դիմել։ Հիմա նույնը այս կառավարության ծրագրում, նրանք որ սա գրել են, առաջի հայացքից նորմալ բան է որ գրած է։ Եվ համապատասխանում է իրենց նախընտրական խոստումներին, այսինքն ժողովրդից իրանք մանդատ ունեն դրա համար։ Ինչ մեթոդներով են իրենք դա անելու։ Որտեվ ես մեղմ ասած չեմ համաձայնվի, որ իրենք ժողովրդից ունեն մանդատ ապօրինությունների, մարդկանց ընտանիքների վերաբերյալ անձնական գաղտնիքներ հավաքել, հրապարակել օրինակի համար։ Այսինքն այստեղ շատ կարևոր են մեթոդները, որ այդ մեթոդների կոպիտ ասած, չգիտեմ, կաթողիկոս տեսականորեն, հա, կաթողիկոսին փոխելու մեթոդը նաև կաթողիկոսին օրինակի համար գնդակահարելը։ Բայց ինչքան էլ որ չասենք, որ կաթողիկոսին փոխելու մանդատ ունի իշխանությունը, պարզ է, չէ՞, որ օրինակ գնդակահարելու մեթոդի մանդատ չունի։ Այսինքն շատ կարևոր է, թե ոնց է դա անելու եւ անընդունելի մեթոդների չդիմի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն էր։